Բարև ձեզ, բարեկամներ, Հայաց Գերեվանից հաղորդաշարն է Վանաձայնի եթերում, ես Վահագն Զաքարյանն եմ այսօր, իմ զրուցակիցն է դերասան Արթուր Գաբրելյանը, ով աշխատում է Կապանի դրամատիկական թատրոնում եւ քանի որ մենք արդեն անդրադարձել ենք Կապանի դրամատիկական թատրոնի գործունեությանը, այսօր պետք է արդեն Արտուրի միջոցով բացահայտենք թատրոնը։ Կապանի դրամատիկական թատրոնը հարուստ պատմություն ունի եւ բնականաբար դերասանական կազմը, որը անցել է այս թատրոնի բովով բնականաբար նաև թողել է ավանդույթներ, որոնք դուք պարտավոր եք շարունակել։ Առաջին ու ամենակարևորը այս թատրոնի դերասանի համար, որ պետք է պահպանի, որն է։ Այո, դուք շատ ճիշտ եք, 90 տարվա պատմություն ունի Կապանի դրամատիկական թատրոնը եւ հատկապես երբ որ ուսումնասիրում ես արխիվները, թերթում ես արխիվային փաստաթղթերը, հասկանում ես ինչպիսի դերասաններ են քայլել այս բեմում, խաղացել այս բեմում, դու պարտավորված ես զգում նրանց փոխանցած բոլոր ավանդները պահես եւ արդեն 11 տարի է այս թատրոնում եմ, արդեն ես եմ զգում, որ ես էլ ինչ-որ մի բան պիտի փոխանցեմ արդեն երիտասարդներին։ Ամենակարևոր գաղափարը, ամենակարևոր արժեհամակարգը մաքուր թատրոն ունենալն է, գեղագիտական բարձր արժեքային համակարգ ունեցող թատրոն ունենալն է, որտեղ մեր թատրոնը հենց այդ հիմքերի վրա է ստեղծվել։ Տեսեք, պատկերացրեք Կապան, մարդիկ պատկերացնում են հեռավոր հարավային մի քաղաք, գավառական մի քաղաք, բայց այս քաղաքում թատերական արժեքներ են ստեղծվել, որոնք համամարտկային են, որոնք չեն զիջում ոչ մի մայրաքաղաքային թատրոնին, եւ մենք պարտավոր ենք այդ ամենը պահել, պահպանել ու փոխանցել մեր հաջորդներին։ Իսկապես անչափ կարևոր է այդ դիմագիծը պահել եւ այդ դիմագիծը այլ ավելի զարգացնել, նաեւ ժամանակի շնչին համապատասխան թատրոն ունենալ։ Դերասանի համար կապ չունի որ բեմում է, ըստ էության կարևորը հանդիսատեսին իր ասելիքը, ընդհանրապես բեմադրիչի միտքը եւ հեղինակի միտքը փոխանցելն է։ Ձեր դեպքում կան ներկայացումներ, որոնք առավել հարազատ են ընդունվում հանդիսատեսի կողմից, հենց կապանցիների կողմից, սյունեցիների կողմից։ Կապանցի հանդիսատեսը շատ նուրբ ճաշակ ունեցող հանդիսատես է, ամեն ներկայացում չի հավանում, ամեն ներկայացում չես կարող մատուցել եւ հենց դրանից է գալիս, որ թատրոններ է մրցունակ, որ թատրոններ է լավ է լինում, որովհետեւ հանդիսատեսն է լավ ներկայացում պահանջում։ Քանի որ քաղաքի միակ թատրոնն է Կապանի թատրոնը, մենք բազմաժանր ներկայացումներ ենք մատուցում մեր հանդիսատեսին, եւ մանկական ներկայացումներ, եւ դասական դրամաներ, եւ կոմեդիաներ, եւ այս բոլոր ներկայացումները ունեն իրենց հանդիսատեսը։ Հանդիսատես կա, որ պաշտում է դասական ներկայացումներ, օրինակ մենք վերջերս ունեցանք ժայռը Վրթանես Փափազյանի, բեմադրեց Քրիստինե Սլոյանը մի հոյակապ ներկայացում, բայց ժայռի կողքին մենք ունենք նաև ֆրանսիական թեթև կոմեդիաներ, մենք ունենք թեթև վոդևիլներ, այսինքն թատրոնը պարտավոր է գեղագիտության սահմաններում, չափանիշներում տա հանդիսատեսի համար ամեն ինչ։ Կապանցի հանդիսատեսի ճաշակը բարձր է, բայց բազմաժանր։ Հասկանալի է։ Եվ քանի որ այսօր հնարավորություն ունենք նաև ձեր գործունեությանն անդրադառնալու, 11 տարի առաջ որոշեցիք գալ Կապան ու մնացիք Կապանում։ Ի վերջո հնարավորություն նաև մայրաքաղաքում աշխատելու մայրաքաղաքային թատրոններում, ինչը այդպես գերեց գրավեց Կապանում։ Ես չորոշեցի, այդպես ստացվեց, ճակատագիրը այդպես որոշեց, երբ այստեղ բացվեց Թատերական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի Կապանի կուրսը Շանթ Հովհաննիսյանի ձեռամբ, կուրսի ղեկավար դարձավ Հրաչ Գասպարյանը, Հրաչ Վահագնիչը, ում պետք էր այստեղ ասիստենտ, երկրորդ դասախոս, որ դասավանդի ուսանողներին, մնացի այդ կուրսում դասավանդեցի։ Ընթացքում բացվեց Կապանի արվեստի դպրոցում թատերարվեստի բաժինը, զուգահեռ թատրոնում փորձեր ներկայացումներ եւ իհարկե սիրահարվեցի քաղաքին, որովհետեւ այս քաղաքին չսիրահարվելն անհնար է, այստեղ օդը, մթնոլորտը լցված է սիրով, ներդաշնակությամբ եւ կարծում եմ մեկ անգամ այստեղ գտնվող մարդը չի կարող չսիրահարվել, եւ եթե ձեր օրինակից էլ կարաք դա փաստեք։ Ու ես այդպես մնացի Կապանում, նվիրվեցի Կապանին, այսօր կապանցիներ կան, որ չգիտեն ես Երևանից եմ, այդ ինձ ավելի է ոգևորում, այդ ինձ ավելի է ոգեշնչում եւ պետք է ասեմ, որ կապանցիներ ամեն մեկին չեն ընդունում այդպես մի անգամից, եթե ընդունեցին մեկին հարազատորեն, ուրեմն կընդունեն նրան, կնվիրվեն մինչև վերջին կաթիլը իրենց սիրո, ինձ ընդունեցին եւ որովհետեւ երևի փոխադարձ էր այդ ամենը, ես այստեղ տալիս եմ այն ամեն ինչ կարողանում եմ տալ արվեստի դպրոցներով, կրթությամբ, թատրոնում եւ հասարակության մեջ։
Հիմա պետք է խոսենք արվեստի դպրոցների մասին, քանի որ սա կարևոր ճյուղ է եւ ձեր գործունեության համար եւ նաեւ սերունդ կրթելու, դասարակելու ու ապագա ինչու՞ չէ նաեւ հանդիսատես բացի այն որ մենք կարևոր է որ թատրոնը ունենա դերասանը, բեմադրիչը, նաեւ ամեն ինչից զատ նաև հանդիսատես կրթելու գործն է կարևոր, իսկ արվեստի դպրոցը, թատերական խմբակները, տարատեսակ տարբեր, իսկ արվեստի դպրոցը առավել եւս այս գործի առաջամարտիկն է։ Ինչ է արվում այս ուղղությամբ եւ ինչ արդյունք ունենք։ Միանշանակ դուք ճիշտ եք։ Արվեստի դպրոցը, թատերարվեստի բաժին հաճախող երեխաները բոլորը չէ որ պետք է դառնան դերասաններ կամ բոլորը չէ որ կդառնան դերասաններ, բայց որ կդառնան հանդիսատես, նրբաճաշակ հանդիսատես, թատերասեր հանդիսատես, դա միանշանակ է։ Եվ իրենք իրենց հետևից կտանեն իրենց ընտանիքներին, իրենք իրենց հետևից կտանեն իրենց ընկերներին, մտերիմներին։ Բացի իհարկե նրանից, որ արվեստի դպրոցը նաև թատերասեր հասարակություն է ստեղծում, թատերասեր հանդիսատես է ստեղծում թատրոնի համար, բայց նաև տալիս է իր արդյունքը զուտ մասնագիտական առումով։ Այսօր մեր թատրոնում երկու դերասանուհիներ կան, ովքեր ավարտել են արվեստի դպրոցը, մասնագիտական բարձրագույն կրթություն են ստացել եւ սովորում են։ Թատերական ինստիտուտում դերասանական բաժնում 4-րդ կուրսում այսօր սովորում են մեր դպրոցն ավարտած իմ ղեկավարած բաժինն ավարտած երկու ուսանողներ։ Երկուսը սովորում են մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժնում։ Այսինքն Կապանի արվեստի դպրոցը նաև մասնագիտական կողմնորոշում է տալիս աշակերտներին։ Բացի դրանից նաև Քաջարանի արվեստի դպրոցում կա թատերարվեստի բաժին, որի երեխաներն ակտիվորեն ընդգրկված են թատերական կյանքում, նաև վերջերս ընդամենը մենք Փարիզ գնացինք հյուրախաղով, Բուլղարիա են գնացել փառատոնի, այսինքն թատերական արվեստը որպես արվեստի տեսակ սերմանել երեխաների միջոցով ծնողների մեջ, իսկ թատրոնը որպես բարձրագույն արվեստի տեսակ մարդկանց մեջ սերմանելով նաև քաղաքակրթություն դնել։ Այսպեսի կարևոր հարցեր է լուծում, դե պատկերացրեք օրինակ 54 աշակերտ ունեմ այստեղ Կապանում, 45 աշակերտ ունեմ Քաջարանում, այդքան երեխա արվեստի կրթություն է ստանում, այդքան երեխա արվեստով է լցվում։ Բացի դրանից աշակերտներից շատերը խաղում են թատրոնի խաղացանկային ներկայացումներում, մեր դերասանների կողքին, ոգեշնչվում են, ոգևորվում են։ Նաև թատրոնը լավ դպրոց կարող է հանդիսանալ հենց արդեն գործնականում այս աշակերտների համար, այս երեխաների համար, եւ քանի որ մենք խոսեցինք ձեր ղեկավարած դպրոցի մասին, այսինքն որտեղ որ դուք ղեկավարում եք այդ թատերական ճյուղը, այս բանին հնարավորություն ունենք Վանաձայնի եթերում դիտելու, լսելու ձեր սաների կատարումներից մեկը եւ քանի որ ընդամենը վերջերս դոկտոր Հակոբ Այնթապյանը Կապանում էր, ներկա գտնվեց այդ ներկայացման, այդ փոքրիկ ներկայացմանը, գրական երաժշտական ներկայացմանը, իսկ դոկտոր Այնթապյանը ճանաչված սիրված անձնավորություն է Լիբանանահայ համայնքում։ Մենք այս պահին հենց այդ հատվածը կդիտենք եւ կշարունակենք մեր զրույցը։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ Հայաց Գերևանից հաղորդաշարում այսօր մենք Կապանում ենք, իսկ իմ զրուցակիցն է դերասան Արտուր Գաբրելյանը։ Դիտում ենք խոստացված հատվածը։ Խնդրեմ։ Միջիր տակեն ծորյաներու մոլեքին, հովեյ կանցնի, ծովեյ կանցնի։ Արտս ոսկուն է, քարաշար հասկեր, քարաշար սաթով օրև են հակեր։ Արտս ոսկունն է, մերթկել է հովեն, դեղձանիկ մթիր, ոսկեցուկ ծովեն։ Արոր, ոսկունար, արտուր, հասունար, գամ ոսկից հնձե, մագաղով արծած։ Արևելյան կողմն աշխարի խաղություն թողլա, ոչ այրուներ, քրտինք հոսին, լան երակին մեջակոսին, ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի, օրներքություն թողլա, Արևմտյան կողմն աշխարի բերիություն թողլա, ամեն աստղեցող կայլակի ու ամեն հասկ ձուլ է ոսկի, և ոչխարները երբ սարի վրա արածին, ծիլ ու ծաղիկ թողլա։ Սիսային կողմն աշխարին
ազատություն թողլա։ Ոսկի ծովում մեծ Սորյանի, հավետ լողա թող գերյանդի, ուլայն ամբարնաղուներում երբացվի, երկրություն թողլա։ Արավային կողմն աշխարի պտղաբերում թողլա, ծաղկի մեղրը պետակներուն, հորդի գնին բաժակներուն, ու երբ տխեն հարցները հացը բարի, սիրերգություն թողլա։ Սերմանողն է, հաղթահասակ կկանգնի մայրամուտի ոսկի շողերուն մեջ ոսկեթուն, գոգին, արջև, անդաստանեն հայրենի, կտարածին մերկությունին մեջ անպարուն, լի է ծորեներով աստղահատ խորում գոգնոցը, հերկերն հերվան ծարավի կսպասեն իր լայն շիբուրին, և որն այդ արտերուն վրա ձերտ արշալույս կբացի։ Մշակ, ցան է, հանուն տանըտ սեղանի, թևիտ շարժումն ամպարագիս թողլա, վաղը նետաս ծորեներդ արդ կթապվին օրնության պես թորնիկներ ուտ գլխուն վրա, մշակ, ցան է, հանուն նոթի թշվարին, թող գոգնոցետ կես չելնի ապդ բնավ, աղքատ մայսոր կրակին մեջ տաճարին վաղվա հունցքիտ համար վերջին ձեթը դրավ, մշակ, ցան է, հանուն տիրոջ նշխարին, թողմատներետ հորդին սերմեր լուսեղեն, վաղը, ամեն հասկի մեջ կատնային պիտ հասուննա, մասմը Հիսուսի մարմինեն։ Ցան է, նույնիսկ հեռու սահման է, սովերում պես, ալիքներում պես ցան է, ծիտերն ինչ փույթ, թե հատիկներ են կավարեն, տեղը աստված պիտի մարգրից սերման է, լեցուրա կոսն, հորդե հերկերը բերի, հողին ծոցե ոսկելույսեր թող հորդին, օրա հակիրիկնանա, կերկարի շուքը թևից, հորիզոններն աստղային։ Հաղթանակի գիշերն է այս տոնական, հարս, եղլ է ծուր ճրագին, պիտի դարնա կրիվեն տղաս հաղթական, հարս, մեր ճրագշեմին, բայց սայլի վրա արյուն և սուկ բերցերեն, աղ հարս, ճրագը տասդին երկար է, հերոս տղաս խոզարնված է սրտեն, աղ հարս, ճրագըտ ման է։ Եղեգնյա գրչով երկեցի պարքեր, քեզի ընծա, իմ հայրենիք, սոսյաց անտարեն է զան կտրեր, քեզի ընծա, հին հայրենիք, եղեգնյա գրչով երկեցի քուրմեր, ընդ եղեգան փող լույս ելաներ, Եղեգնյա գրչով երկեցի կարոտ, ձեզի ընծա, հայ պանտուխներ, անտար աշխարիք բույսի մծխոտ, ձեզի ընծա, փեք պանտուխներ, եղեգնյա գրչով երկեցի հարսեր, ընդ եղեգան փող ողբ ելաներ, Եղեգնյա գրչով երկեցի այդուն, ձեզի ընծա սուրի սոհեր, անցլաձեր մոխրի մեջի փեքուն, ձեզի ընծա կրակի սոհեր, Եղեգնյա գրչով երկեցի վերքեր, ընդ եղեգան փող լույս ելաներ։ Ու պայքար երկեցի, ձեզի ընծա հայ մարդիկներ, քրիչս եղավ անցրոց սրտերում հնոցի, ձեզի ընծա քաջ մարդիկներ, Եղեգնյա գրչով վրեջ երկեցի, ընդ եղեգան փող ողջ ելաներ։ Շարունակվում է Հայոց Երևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում, իմ զրուցակիցն է դերասան Արթուր Գաբրելյանը, մենք կապանում ենք, դիտեցինք հատվածը Արթուր Գաբրելյանի սաների կատարմամբ, իսկապես տպավորիչ է եւ արևմտահայ գրողն է այսօր կապանցի աշակերտի հետաքրքրության առարկան Դանիել Վարուժանը, իհարկե դասագրքային որոշակի նյութի միջոցով ծանոթանում են Վարուժանին, սակայն սա միանգամայն այլ տարբերակ է եւ միանգամայն այլ զգացում է հնարավոր փոխանցել այս ձևով։ Եվ ընդհանրապես արևմտահայերենի ընկալումն ու յուրացումը ինչպես տեղի ունեցավ։ Տեսեք, Երևանում կամ Հայաստանի ավելի հյուսիսային մարզերում արևմտահայերեն ավելի ընկալելի է, քան հարավում Սյունիքում, որտեղ Երևանում կամ մյուս շրջաններում բնակվում են արևմտահայերի սերունդներ, այնտեղ մարդիկ շփվել են արևմտահայերի հետ, Սեբաստիայից գաղթած, Մալաթիայից գաղթած, օրինակ ես մեծացել եմ Սեբաստահայերի շրջանում, մեր թաղամասում բոլորը Սեբաստահայեր են ապրում, բայց Սյունիքում այդ խնդիրը առավել շատ ունենք, որտեղ Սյունիքը առանձին որպես լեռնակղզի
չի հաղորդակցվել արևմտյան Հայաստանի հետ։ Այստեղ արևմտահայերեն լեզվամտածողությունը չկա, շատ բարդ է, շատ դժվար է, դրա համար երեխաների հետ աշխատելը շատ բարդ է եղել, բայց պարտավոր ենք երեխաներին սովորեցնել, մոտեցնել այդ գոհարների հետ, որտեղ արևմտահայերենը եւ արևմտահայ գրականությունը մեր գրականության գոհարներից է, մեր գրականության զարդերից է։ Իսկ Դանիել Վարուժանը իր տեսակով ինձ համար ավելի հոգեհարազատ, որտեղ Վարուժանի անվան դպրոցն եմ սովորել։ Բացի Դանիել Վարուժանից, որ ձեր դիտողները տեսան, մենք Քաջարյանի արվեստի դպրոցում բեմադրեցինք Հակոբ Պարոնյանի մեծապատիվ մուրացկաններ ներկայացումը։ Դա ավելի բարդ արևմտահայերեն, բուն եթե Վարուժանի բանաստեղծությունների մեջ շատ բաներ հասկանալի արևելահայի համար Սյունիքում, ապա Պարոնյանի արևմտահայերենը ընդհանրապես խորթ է սյունեցու համար, եւ մենք իհարկե երեխաներին սովորեցրեցինք, բացատրեցինք, երեխաներն ընկալեցին, բայց մի բան է երեխան ընկալի խաղա, մի բան է հանդիսատեսը Քաջարանում հասկանա արևմտահայերեն լեզուն, բայց մենք սա էլ կարողացանք հասցնել Քաջարանում արևմտահայերեն մեծապատիվ մուրացկաններ եւ իբարыз մեր երեխաների իրենք այնպես հասցրեցին նյութը տեղ, որ մարդիկ ուղղակի զարմացած էին։ Շատ կարևոր է մեր այս հարաբերությունները։ Տեսեք, մենք Պոլսում ենք եղել երեխաների հետ, ինչպես Պարոնյանը կասեր, պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ արևմտահայերի մշակույթը, արևելահայերի մշակույթը պատմական իրողությունների պատճառով մեզ մոտ աղճատված է եղել, բայց մենք այդ միասնության կարիք ունենք։ Մենք մտմտում ենք կազմակերպել հյուրախաղեր հայաշատ քաղաքներ, արևելյան քաղաքներ, Բեյրութն էլ այդ քաղաքներից է, եւ հուսով եմ կկարողանանք եւ ձեր լսողները, ձեր հեռուստադիտողները գուցե մեզ տեսնեն նաեւ իրենց քաղաքներում։ Իսկապես հետաքրքիր կլինի Սյունյաց հերոսական աշխարհի զավակներին արևմտահայ ստեղծագործողի գործերով արևմտահայերենով տեսնել Բեյրութում, ինչու ոչ։ Այո, ինչու ոչ, հենց այս կապերը պետք է մեր ազգին միավորեն, հենց այս ամեն ինչը պիտի մեր մեջ անջրպետը քանդեն, որտեղ պետք է խոստովանենք, մեր խնդիրները, մեր հիվանդությունները մենք չպետք է թաքցնենք, պետք է խոստովանենք, որ որոշ անջրպետ ունենք, պետք է այս ամեն ինչը քանդվի, պետք է ազգը միավորվի, ազգը դառնա մի բռունցք, մի մարմին, մի աձույլ։ Եվ իհարկե չմոռանանք, որ Լևոն Շանթը Բեյրութում ապրեց իր կյանքի մի զգալի ժամանակահատվածը եւ ինքն էլ իր հերթին նաեւ նպաստեց, որպեսզի հայությունը կրթության, թատրոնի եւ մնացյալ այլ ճանապարհներով նաեւ պահպանի իր հայ լինելը։ Ինձ համար, չգիտեմ ինչպես, չգիտեմ ինչու, ինձ համար միշտ Լիբանանը, Բեյրութը ինչ-որ եղել է մի երկրորդ Հայաստան, Բեյրութահայերը, Հալեպահայերը, նաև Սիրիայում եղել են շատ հայ։ Ասենք, տեսեք, ես մի օրինակ բերեմ, Հայաստանին ավելի մոտ ռուսական քաղաքներ կան, Ռուսաստանի Դաշնության քաղաքներ կան, որտեղ հայերը ավելի քիչ հայ են, քան Բեյրութում, քան Հալեպում էին։ Այս ամենը շատ ոգևորիչ է, հատկապես երբ որ իմ կուրսի ղեկավարը պրոֆեսոր ժողովրդական արտիստ երջանկահիշատակ Հրաչյա Աշուրյանը ակտիվ կապեր ուներ Բեյրութի, Հալեպի հետ այնտեղ բեմադրություններ էր անում, երևի ես կրթությունն էի մեջ, որ ինձ համար Բեյրութը հոգեհարազատ է։ Պարզ է, հուսանք, որ անպայման մի օր դուք ձեր սաների հետ հնարավորություն կունենաք ներկայանալու նաև Բեյրութի մեր հայրենակիցների համար ներկայացնելու ցանկացած գործ ի վերջո կարևոր չէ ինչ է ներկայացվում, այն ինչ որ այսօր դուք անում եք իսկապես կարևոր է, հետաքրքիր է եւ եթե այդ գործերը նաեւ կլինեն արևմտահայերենով, էլ ավելի լավ։ Եվ վերջում ձեր խոսքն ուղղված մեր հայրենակիցներին, ովքեր այս պայն մեզ լսում են, դիտում են Վանաձայնի եթերում։ Ես ուզում եմ, որ մեր հայրենակիցները քաջ գիտակցեն, որ մեր սրտերը բաբախում են մեր սփյուռքահայ եղբայրների սրտերի հետ հավասարազոր։ Ես ուզում եմ, որ իրենք համոզված լինեն այստեղ Սյունիքում հայ մշակույթը, հայ գրականությունը ամուր է, այստեղ մենք կանգնած ենք մեր լեռների պես ամուր, անկոտրում եւ պահում ենք այն պատը, որից այն կողմ մեր
ողերիմ թշնամին է գտնվում եւ պետք է նաեւ մի բան ասեմ, որ այստեղ մենք հիմա որտեղ որ գտնվում ենք Կապանի դրամատիկական թատրոնը վերջին կետն է արևելա մեր հայկական մշակույթը կրող մեզնից ընդամենը ինչքան ուղիղ գծով 1 կիլոմետր ենքում կանգնած է Բարբարոսը, որ դարեր ցանկացել է ոչնչացնել մեզ, բայց մենք անընկճելի ենք եւ զգում ենք նաեւ Սփյուռքի կարողությունը մեր թիկունքում։ Շնորհակալություն, ստեղծագործական հաջողություններ ենք ցանկանում եւ մենք էլ պարբերաբար կանդրադառնանք Կապանին ու նաեւ ձեր թատրոնին։ Շնորհակալ եմ։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Հայաց Գերևանից հաղորդաշարում մենք Կապանում էինք, պարբերաբար կանդրադառնանք Կապանին, Կապանի ստեղծագործական կառույցներին, իսկ այսօր իմ զրուցակիցը Արթուր Գաբրելյանն էր, դերասան, ով աշխատում է Կապանի դրամատիկական թատրոնում, ինչպես նաև տարբեր մշակութային կրթական կառույցներում։ Ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ շաբաթի Վանաձայնի եթերում։ Հաջողություն։